Սահմանում համեմատաբար հանգիստ է 500 կրակոց հայ դիրքապահների ուղղությամբ։ Իրաքի կառավարությունը քաղաքական դրդապատճառներից ելնելով մտադիր է դադարեցնել թուրքական ձեթի ներկրումը եւ փոխարենը պատրաստվում է ձեթ ներկրել Հայաստանից։ Ազդակ օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը ամփոփելով 2015 թվականը հարկ համարեց անդրադառնալ սիրիական ճգնաժամին, որպես տարվա ձեռքբերում Գանտահարյանը համարում է Քեսապ գյուղի վերանվաճումը կառավարական ուժերի կողմից։ Պենտագոնը հրաժարվել է համագործակցել Մոսկվայի հետ իսլամական պետության դեմ պայքարում։ Իսլամական պետությունը աբեկչական խմբավորման ղեկավարությունը թույլ է տվել հանել իսլամական պետության զինյալների կողմից գերեվարված մարդկանց օրգանները։ Ջրհեղեղ հարավային Ամերիկայում 150,000 մարդ մնացել է առանց տանիքի։ Դեկտեմբերի 25-ի և լույս 26-ի գիշերը սահմանին բավականին հանգիստ է եղել։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ղարաբաղի ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր դրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 500 կրակոց։ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում իրականացնել մարտական դիրքերի պահպանություն։ Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ Իրաքի կառավարությունը քաղաքական դրդապատճառներից ելնելով մտադիր է դադարեցնել թուրքական ձեթի ներմուծումը եւ փոխարենը ձեթ ներկրել Հայաստանից։ Իրաքի կառավարության ծրագրերով ներմուծվող ամբողջ ձեթը տարիներ շարունակ ապահովել է միայն Թուրքիան, ասել է Իրաքի առևտրի նախարարության խոսնակը, բայց կոնկրետ թվեր չի նշել։ Տնտեսագետ Զոյա Թատևոսյանը գալայի հետ զրույցում ասաց, թե ընդհանուր առմամբ յուրաքանչյուր երկրի համար արտահանումը ձեռնտու գործընթաց է։ Դրանով երկիր արժույթ է մուտք գործում եւ բացի այդ մեր երկրում ներկրման եւ արտահանման ծավալների հաշվեկշիռն այնքան մեծ է, որ անգամ փոքր ծավալի արտահանումները կարող են իրավիճակ փոխել։ Ներմուծումը 3 անգամ ավելի է, քան արտահանումը, ինչի արդյունքում մենք ունենք բացասական առևտրային հաշվեկշիռ եւ դրա պատճառով էլ մեր արտաքին պարտքն անընդհատ մեծանում է։ Դա կնշանակի, որ այդ ճանապարհով փոքրինչ կմեղմվի արտահանման եւ ներմուծման միջև խզումը եւ բնական է, որ դրական ազդեցություն կունենա տնտեսության վրա, այսինքն այստեղ կարևորն այն է, որ արտահանման գործընթացն ակտիվանա, եթե հնարավոր լինի արտահանման հսկայական ծավալներ ապահովել, դա կնշանակի, որ պետք է նաեւ լրացուցիչ աշխատատեղեր բացվեն եղած հզորությունները առանց փոփոխություն, առանց մեծացնելու արտադրական հզորությունները արտահանման նկատմամբ պահանջարկը բավարարել հնարավոր չէ։ Ընդհանուր առմամբ անդրադառնալով հայաստանյան տնտեսական համակարգում ստեղծված իրավիճակին նա կարծիք հայտնեց, թե ինչպես եւ նախորդ տարիներին 2015 թվականին եւս տնտեսական ցուցանիշները ոչ միայն ոգևորող չեն, այլ նաեւ անհանգստացնող են։ Մեծածավալ արտագաղթն արդեն գալիս է ապացուցելու, որ տնտեսական զարգացման հնարավորություններն այդպես էլ չփոփոխվեցին դրական առումով չնայած տրված խոստումներին, իսկ խոստումներ տալուց առաջ պետք է հնարավորություններ ստեղծել, եթե մանր ու միջին բիզնեսի հնարավորություններն անընդհատ նեղանում են եւ հարկային համակարգի միջոցով ճնշում է գործադրվում տնտեսության վրա, դա կնշանակի, որ այդ տնտեսական զարգացման արդեն ձեռք բերված մակարդակը բավարար չէ եւ բավական է, որ հենց իրենք իշխանությունները նշում են, որ եկող տարի ավելի վատ է լինելու։